Շատ մարդիկ հիասթափվում են, երբ առաջին անգամ տեսնում են աշխարհի ամենահայտնի նկարը՝ Մոնա Լիզան։ Առաջին հայացքից այն չունի շատ վառ ազդեցություն, որն ունեն Լուվրի մյուս կտավները։ Այն զուրկ է դրամատիզմից, բայց եթե կարողանանք անտեսել նրան շրջապատող հարյուրավոր մարդկանց, եթե մի պահ անջատենք արտաքին աղմուկը, ապա իրականում տեսնում ենք հանգիստ, խորհող մի դիմանկար։ «1517 թվականին Ֆրանսիայի թագավոր Ֆրանսիս առաջինը աշխատանքի հրավիրեց Լեոնարդո դա Վինչիին, որպես պալատական նկարիչ, ինժեներ և ճարտարապետ։ Լեոնարդոն արդեն 60-ն անց էր, տեղափոխվեց և այլևս երբեք չվերադարձավ Իտալիա։ Նա իր հետ բերեց տասնյակ էսքիզային տետրեր, բայց միայն մեկ նկար՝ Մոնա Լիզան։ Լեոնարդոն գիտեր, թե որքան կարևոր էր այդ կտավը, նա գիտեր, որ ստեղծել է գլուխգործոց։ Մոնա Լիզան պատմության ամենահետաքրքրասեր մտքի վերջնական արդյունքն է, ինքնակերտ մարդ, ով անհագ ծարավ ուներ գիտելիքի հանդեպ։ Նկարի համար նա օգտագործեց բարդու փայտ և դրա վրա քսեց սպիտակ հիմքային շերտ։ Նա նկարում էր չափազանց բարակ, թափանցիկ յուղային շերտերով, գլեյզ տեխնիկայով։ Այս շերտերը ոչ միայն միավորում էին լույսն ու ստվերը, այլ ստեղծում էին խորություն ու ներքին լուսավորություն, կարծես Մոնա Լիզան ներսից է լուսավորվում։ Լեոնարդոն օգտագործում էր այնքան մանր վրձնահարվածներ, որ դրանք գրեթե անտեսանելի էին։ Նա աշխատում էր ամիսներով, նույնիսկ տարիներով, բայց իրական հեղափոխությունը տեխնիկայից էլ խորն էր։ Նայենք, ինչ չի կրում Մոնա Լիզան։ Այդ ժամանակաշրջանի հարուստ կանանց դիմանկարները սովորաբար լի էին թանկարժեք զարդերով, շքեղ զգեստներով ու սոցիալական կարգավիճակի նշաններով, բայց Մոնա Լիզայի հագուստը զարմանալիորեն պարզ է։ Նա գրեթե զարդեր չունի, մազերն էլ պարզ են հավաքած։ Ինչու՞։ Որովհետև Լեոնարդոն ուզում էր, որ ոչինչ չշեղի մեզ նրա դեմքից։ Նա օգտագործեց վերածննդի դասական բրգաձև կոմպոզիցիան, որը ստեղծում էր կայունություն և ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում էր նրա դեմքի վրա։ Բացի այդ, Մոնա Լիզան պատկերված է 3 քառորդ դիրքով, ոչ թե ամբողջ հասակով, այսօր դա իհարկե սովորական է թվում, բայց այն ժամանակ հեղափոխական էր։ Նախկինում դիմանկարների կերպարները կոշտ ու պաշտոնական էին, իսկ Մոնա Լիզան հանգիստ է, նրա ձեռքերը մեղմորեն դրված են աթոռին, նա կարծես շրջվում է դեպի մեզ։ Եվ ամենակարևորը, նա ուղիղ նայում է մեզ։ Այդ ժամանակաշրջանում կանայք նկարներում այդպես չէին նայում դիտողին, նրանք չպետք է ունենային այդպիսի ինքնավստահ ներկայություն։ Լեոնարդոն ամբողջովին խախտեց կանանց պատկերելու ավանդույթները։ Նկարի ֆոնը նույնպես անսովոր է։ Սովորաբար դիմանկարների ետևում լինում էր պարզ երկինք կամ սենյակ, բայց Մոնա Լիզայի հետևում կա խորհրդավոր բնապատկեր, որը գոյություն ուներ միայն Լեոնարդոյի երևակայության մեջ։ Հեռվում երևում են սառցապատ լեռներ, ոլորուն գետեր ու ճանապարհներ։ Մարդկային ներկայության միակ նշանը փոքրիկ կամուրջն է։ Նրա մազերի և հագուստի կորերը կրկնում են բնության ձևերը, միացնելով մարդուն ու բնությունը։ Լեոնարդոյի սիրելի գաղափարներից մեկը։ Նա նաև ստեղծեց մի հետաքրքիր տեսողական պատրանք։ Բնապատկերի հորիզոնը փոքր-ինչ անհավասար է։ Մեր ուղեղը փորձում է ուղղել այդ անհամապատասխանությունը և դրա պատճառով թվում է, թե Մոնա Լիզան թեթև շարժվում է։ Այդ զգացողությունը հնարավոր է միայն նկարում, ոչ իրական կյանքում կամ քանդակում։ Լեոնարդոյի ստեղծած ամենահայտնի տեխնիկաներից մեկը սֆումատոն էր, ծխապատ անցումները։ Գույների միջև չկային կտրուկ սահմաններ, ամեն ինչ փափուկ էր, մշուշոտ և կենդանի։ Մյուս տեխնիկան քիարոսկորոն էր, լույսի ու ստվերի հակադրությունը, որի միջոցով նա ստեղծում էր եռաչափության պատրանք։
բայց ամենահրաշալին նրա ժպիտն է։ Վերածննդից առաջ ու հետո մարդիկ դիմանկարներում գրեթե չէին ժպտում։ Դիմանկարները սովորաբար շատ լուրջ էին։ Լեոնարդոն, որպեսզի Մոնա Լիզան չձանձրանա երկար նստելուց, նույնիսկ երաժիշտներ ու ծաղրածուներ էր հրավիրում։ Եվ ահա սկսվում է մեծ գաղտնիքը։ Եթե երկար նայես նրա դեմքին, կտեսնես, որ ժպիտը հայտնվում ու անհետանում է։ Մի պահ նա ժպտում է, հաջորդ պահին ոչ։ Դա պատրանք չէ։ Լեոնարդոն տարիներով ուսումնասիրում էր մարդու դեմքի մկաններն ու նյարդերը։ Գիշերները դիահերձարաններում ուսումնասիրում էր մարմինները, հասկանալու համար, թե ինչպես է աշխատում ժպիտը։ Նա ուսումնասիրում էր ամեն մի մկան, ամեն մի շարժում, եւ այդ գիտելիքը տեղափոխեց նկարի մեջ։ 2000 թվականին Հարվարդի նյարդաբան Մարգարետ Լիվինգսթոնը բացատրեց, որ Մոնա Լիզայի ժպիտը փոխվում է մեր տեսողական համակարգի պատճառով։ Մեր աչքը ունի երկու հիմնական հատված՝ կենտրոնական տեսողություն, որը տեսնում է մանրամասները, եւ ծայրամասային տեսողություն, որը ավելի շատ արձագանքում է ստվերներին եւ շարժմանը։ Երբ մենք նայում ենք Մոնա Լիզայի աչքերին, մեր ծայրամասային տեսողությունը կարդում է նրա բերանի ստվերները որպես ժպիտ, բայց երբ ուղղակի նայում ենք բերանին, ժպիտը գրեթե անհետանում է։ Այսինքն նրա ժպիտը փոխվում է ոչ թե որովհետև նա փոխում է արտահայտությունը, այլ որովհետև փոխվում է մեր տեսնելու ձևը։ Եվ ամենազարմանալին այն է, որ Լեոնարդոն հասկացել էր սա 500 տարի առաջ։ Մոնա Լիզան դարձավ աշխարհի ամենահայտնի նկարը ոչ միայն իր համբավի պատճառով, այն դարձավ հայտնի, որովհետև մարդիկ դարեր շարունակ զգում էին, որ նա կենդանի է։ Մինչ այդ դիմանկարները պարզապես ցույց էին տալիս արտաքին տեսքը, բայց Մոնա Լիզան ունի ներաշխար։ Նա շնչում է, նա մտածում է, նա ունի հոգի։ Երբ կանգնում ես Մոնա Լիզայի առաջ, դու պարզապես կնոջ դիմանկար չես տեսնում։ Դու տեսնում ես հանճարի կուտակված գիտելիքը, մարդու, ով միավորեց արվեստը, գիտությունը եւ գրեթե մոգությունը ստեղծելու համար խորհում այն մասին, թե ինչ է նշանակում մարդ լինել։ Անկախ նրանից նրան անվանում են Մոնա Լիզա։ Եթե հավանեցիք տեսանյութը, ապա կարող եք բաժանորդագրվել, գրել ձեր մեկնաբանությունները եւ հաջորդը որ կտավը կցանկանայիք տեսնել։